Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Ես մեկ իրոք նախանձ եմ, էլի քեզ պարոն Փաշյան։ Անհագուրդ նախանձով լեցում գնայեմ քեզ։ Քանի օջերը դեմ կայնե բենզին լցել, էտա Լուկոյլի զապրավկից ցույց չի դամ, էլի պրոստը։ Ես 4-րդ ավտոն եմ։ Ես մտով Facebook ասի, քանի ես անտեր ինտերնետն բռներա, հələ տնամ ինչ ես էշեշ դուս տվե։ Ինչ ես ասում, սպիտակ ցելեավոր։ Պարոն Փաշյան, դու քու յոբ վաբշի ախփե։ Ինչ ես ասում, ես կանխագուշակում եմ, որ ԵԱՏՄ-ն շուտով կփլուզվի առանց մեզ։ Այսինքն քո ասելով ԵԱՏՄ կառույցը, որը կազմված է մի շարք երկրների այդ միավորված այդ տնտեսական կապերից ամեն ինչից, այդ կառույցը, որը հիմնվել է ժամանակին, որի մեջ մտնում է նաև Հայաստանը, ու Հայաստանը ոչ մի խնդրեմ չուներ, մինչև քո նման բոզազավակի իշխանության գալը, հա? Ով հելավ ասած, ես Գորբաչով, դուք ես Գորբաչովի տեղն ես դրա, պարոն Փաշյան։ Անի սովետական միությունն քանդած, դու ասում ես, ես պի ԵԱՏՄ-ն քանդեմ։ Պարոն Փաշյան, դու Գորբաչովի քաշն ունես, հա? Դու եթե մեկ նայում ես հայլու մեջ եւ քո տանը քեզ ասում են հայրիկ, խոսքի օրինակ, չգիտեմ, 4 երեխուց ով ասում հայրիկ, Արփին, հա, իր պապան ես։ Եթե այդ աղջիկն քեզ ասում է հայրիկ, դու սկսում ես լցվել հավատով, պարոն Փաշյան, ինքնախապեյությունը շատ ոռի բան է։ Դու շարքային թուրքի փալաս ես։ Հա? Որը ինքն իրան հավատալով որոշել է, որ ինքը կարա քանդի ԵԱՏՄ-ն։ Դու որ էշեշ դուս ես տալի, միած սթափվի Էրդողանի ծածկեր եւ սթափ նայի իրականությանը։ Դու ԵԱՏՄ-ն չես քանդում, դու քանդում ես հայ գյուղացու տունը։ Դու քանդում ես հայ արեստավորի տունը։ Դու քանդում ես հայ ժողովրդի 75-ից 50% տունը։ Գիտես խի։ Որտեղ այդ գյուղատնտեսական այդ սահմանափակումները որ մտել է, հա, քեզ վնաս չի։ Դու մեկը ոտ լվալու լագյանով քո չգիտեմ ինչն ես ուտում, ստալիշնի սալատը։ Բայց գյուղացին որ հողի հետ տլեփալով, ձեռները մազոլ լնելով, քրքրվելով, ծակրտվելով բերքա մշակ է, որ արտահանի, ծախի, մեկ այլ բիզնեսմեն հայ, գա իրա ֆուրը կայնսնի, ասի եղբայր, քո ծիրանը տանում եմ Ռուսաստան ծախեմ։ Այդ մարդ իրա ծիրանը ծախի, տան իրա վարկի, մայր գումարն ու տոկոսները մուծի, տակն էլ իրան մնա մի փոքր կլորի գումար, որ կարողանա այդ տարի ինքը յոլա գնա, իր երեխու ուսման վարձը մուծի։ Քո նման ցնցոտին, դու ցնցոտի ես, քեզ համեմատում ես Գորբաչովի հետ, ասում ես ԵԱՏՄ-ն քանդելու եմ։ Քո նման թուրքի քրճը, դու փալաս ես ուղղակի, փալաս։ Լաթիկը, համարդ, այս ավտոյի մեջ չկա, տնես, լաթ, քրճ, այսալով ես այդ ավտոյի յուղեմ, որ ստուգում եմ, շուբն եմ մաքրում, ես ես դու։ Էսի ավելի մեծ արժեք ունի, քան դու, Նիկոլ Փաշինյան։ Դու ինքդ քեզ հավատալով հələ ասում ես ես քանդելու եմ ԵԱՏՄ-ն։ ԵԱՏՄ-ն առանց Հայաստան կյանք չունի, ինչի՞։ Հա? Արա դու Հայաստանի աշխատավոր ժողովրդի տունն ես քանդում։ Հայաստանի աշխատավոր այն քրտինքով հաց վաստակով մարդկանց ապրելակերպն ես խաթարում։ Այ թուրքի փալաս։ Սպիտակ ցիլոտ որ դրել ես ու քեզնից դավոլնի խոսում ես, մնաց 2 հապտա որ բենզին լցեմ։ Խզմալյանականներն մտնում են իմաջ, մտնում են վիդեոների տակ խնդալու սմայլիկ են դնում, ասում են բենզինի կրիզիս է, մաշտեքն աթար են վառում։ 2 հապտա հետո ես եմ։ Աշխարհի ամենամեծ մայրցամաք աշխարհամաս ունեցող երկրին դու սպառնում ես, ասում ես առանց մեզ ԵԱՏՄ-ն կփլուզվի։ Ոչ, լրբի ձակ։ Փլուզվելու է հայ գործարարների, հայ գյուղացիների բիզնեսը։ Քո հարկային ծառայությունը դրա մասին շատ շուտ եմ խոսացել։ Գալու է նստի գյուղացու վզին, ասի, անձի հետարքիր չի։
Այն գժի տղեն, այսինքն դու էլի։ Ինչ օրենքներ ընդունե, իրա ворից դուս ինչեր է մտածե, փաստացի դու պարտքես այսինչ բանկին։ Եղբայր կամ մուծի, կամ մենք հարկադիր կատարման ծառայությունը վերցնելու է այս տունը քո ձեռից։ Ու այդ մարդը իր հորական տունը, որ ժառանգությունը ստացել է իր հորից, էնել իր հորից։ Լացը աչքերի մեջ ոնց որ արցախցին իր տուն ու տեղը թողեց, քանի որ հավատաց քո նման լրբազավակին, ով գոռում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Թողելու է թքի հայկական, բուն հայկական հողի վրա եւ դուրս գա, ես հասկանում եմ դու քեզ տենց անա։ Քեզ ձեր չի տալի, որ Հայաստանում լինեն ավելի շատ բնիկ հայեր, որոնք քո կանչով, արյան կանչով Հայաստան շուտով ներկրվող ադրբեջանցիներին ցույց են տալու 3 մատների կոմբինացիա։ Հանելու են ասելու են մի հատ հոտոտի։ Քեզ ձեր չի տալի, որ շատ հայ մնա Հայաստանում։ Քեզ պետք է այդ մարդկանց տները քանդես, մարդկանց գցես պարտքի տակ, մարդիկ թքեն դուրս գան։ Դու շիպակլակ շիզոֆրենիկ լիրբ։ Դրել ես մի հատ ցիլո, ասում ես Պուտինը չուզեց շնորհավորեց։ Ոչ, դու լեգիտիմ չես, դրա համար շնորհավորեցին քեզ։ Անես չէ, որ քո ասած անձնավորությունը իմ համար է տա, չգիտեմ էլի, այս երկրի նախագահն է, որտեղի օրենքներով ապրում եմ ես։ Չոտնահարելով դրանք։ Հա, իմ քրտինքով աշխատամ ապրում եմ։ Բայց երբ որ ել եմ ասում 150 միլիոն բնակչություն ունեցող երկրի ղեկավարը, ով նայում ասում, լավ այ ախպեր, հարևան երկրում, ում հետ ես ունեմ բարի դրացիական հարաբերություններ։ Կայանում են ընտրություններ, հայ ժողովուրդ ընտրություն է կատարում։ Այդ ընտրություններին մասնակցող ոմն շիզոֆրենիկը, սպիտակ ցիլոյով հոգեկան հիվանդը, ընտրությունների արդյունքները դեռ չամփոփած, հելամ ասում է «Я маленький царь»։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Դու ինքնահռչակ ես, դու լեգիտիմ չես։ Դու դա պնդել ես քո բերանով, հավաքելով պետական իշխանական ռեսուրսն օգտագործելով 49-2։ Քո ձևավորած ազգային ժողովը լեգիտիմ չի։ Просто